Տենց ընտանիքներ կան, չէ, որ հերը, մերը իրենց երեխեքը ազդում են վրեդ, բայց պետք է համակերպվես, որտեվ դա քո ընտանիքն է։ Մեկս բամբասկոտ, մեկը չարից մյուսը բարի Բոլորը ծևական պահում ենք լավ տրամադրություն Բայց մեկս մյուսի վրա փնտրում ենք թերություն Ախր ես մարդա մեկը Ձերքը մեր տաղեկը Մարդա մեկը Մայր իշխանություն Մարդա մեկը Լրիվ հինա մեկը Հասա մեկը Մեզ համբերություն Մարդա մեկը Անջատացա խելքը Դարտա մեկը Իրարա խառնում Մարդա մեկը Խորամանկա մեկը Մարդա մեկը Այդ ես պատմություն Մարդա մեկը Ախր մենք այդ հնդիկին բերել ենք մեր տուն, որ այդ տունը ձեզ տանք, ախր սոկ։ Ես չեմ հասկանում ոնց կարա քո մամայի մտքով ուրիշ բան անցնի։ Ուրիշ բան չի անցել։ Տեսել է, ասել է ինձ, ես էլ ճշտում եմ։ Ճշտեցիր։ Հա, ճշտեցի։ Բայց կասես էլ չանի տենց բան։ Գիտես, որ չեմ սիրում անօրինական բաներ։ Լավ, Սակ ջան, ոնց ասես։ Ես գնամ հիվանդանոց հորս մոտ։ Դու էլ գնա տուն պատրաստվի իրիկունա ընկերոջս ծնունդին ենք։ Ոй ոնց եմ սիրում ես այս ճայլական բաները, որ սենց հավոկվում ենք, շփվում ենք, խոսում ենք, շոտ եմ սիրում։ Ինձ բաներ կասես մեկ շող։ Հա, վատա։ Վատա, որ ցույց եմ տալիս, որ կողքդ երջանիկ եմ։ Դեպի ուրիշ աղջիկների մոտ ձևերի մեջ լինեմ, նոր դուրդ գա։ Չէ, դու եղին ինձ ոնց կաս։ Սակո։ Ես քեզ պիտի մի բան ասեմ։ Ասա։ Իսկ չեկը ուրա։ Կասովից փչացել է, Սարգիս ջան, դու ավելի լավ այդ 20,000-ի տեղը մանր տաս, ես մանր չունեմ։ Ինձ մանրը պետք չի։ Ամբողջ չեկը թողնեմ թեյավճար։ Բայց մի պայմանով։ Ինչ պայման։ Չեկը տպած բերեք։ Հենց հիմա, Սարգիս ջան, գնամ կասովից սարքեմ ու բերեմ։ Հենց հիմա։ Բաներ ասում շող։ Ես ասեի, ըստ Էդգարդա Սոկը, Սակ, հելելեսի։ Դու բոլոր հարցերում ես սենց բծախնդիր։ Օրենք պաշտպանող մարդը չպետք է օրենք խախտի, թե դրսում, թե ընտանիքի ներսում։ Վայ, մամա ջան, ասում ընտանիքի ներսում։ Խնդրում եմ, ասա, որ ես երազ չի։ Չէ, շող երազ չի։ Ես պետք է մի հատ ինձ կմճտեմ։ Դրճացի լշող։ Ոյ, լավ ինչ ունեցի։ Սարգիս ջան։ Սարգիս, ով շունչ տվեց կասովից, Սարգիս։ Ասում ես կարաս չէ, այսօր մանկական կենտրոնը տիրություն անես։ Ես մնամ տանը խնամիների հետ ծանոթանամ գոնե։ Հա, իհարկե։ Այդ խնամիների պատմությունը ոնց որ Աջափնյակի մետրոյի պատմությունը լինի։ Այդքան լսել եմ, բայց ընդհանրապես չեմ տեսել։ Ասեցի հանգիստ տեղի տիրություն կանեմ, դրա եղածը ինչա որ։ Այսինքն դրա եղածը ինչա։ Դե նաթը։ Նկատի ունեմ ոչ մի խնդիր չի լինի, հանգիստ տեղի, սևոսել է հետս։ Լավ կլինի հաստատ։ Հո չեմ խանգարում։ Չէ, ինչին պիտի խանգարես։ Ես իմ կարող է առանձին ինձանից եք խոսում։ Բայց չէ, Գայան ծոցա, Նատայի հետ պայմանավորվում ենք, որ ես գնամ մանկական կենտրոն, ինքը մնա տանը։ Դե հա ես ով եմ, որ խառնվեմ։ Լավ ինչի եմ եկել։ Նկատել եք, որ պատոանի գոգի կակտուսները չորացել են, հաստատ նեղացել են։ Ինչից են նեղացել։ Շողակատից կակտուսներն են։ Դե տենց են ասում, չէ, ծաղիկը զգում ա, որ տերը գնում ա, նեղանում ա։ Հա, այս շենքի տակի ուռենին էր նեղացել, լացելու փոխարեն ողբում ա։ Արոբ ջան, ապեր։ Ախպերս ազատվի իրար հետ եղվարտի տաճեն լավ խմելու են։ Անգենս։ Դեք խոսանք, սպասեմ։ Սուր, ինչ գայտում է դեր խոսում։ Տավեք տենից անգել գաղուտից։ Ինձ նվեր են ուղարկելու։ Ինչ նվեր։ Ճասին հասին անակնկալա։ Սուր, տղեկն են Վլադիվաստոկից զանգել, պապային չեն կարողանում գտնեն։ Տնեցիկին արդեն ասել եմ, տեղեք են։ Վաղը ես դու Հայկոն գնում ենք Ռուսաստան պապային ման գալու։ Հա,
Նատան ասեց. ասма Ռուսաստան լավ ցուրտ է, այսօր գնամ ինձ մի հատ տակ գլխար կառնեմ։ Լսի առավոտը 6-ին շարժվում ենք։ Բայց լսի լա, Այն տան հատակագիծը կարաս էլի տաս։ Ախպերս ինչ ես անում։ Դե դիզայներն ա ուզել։ Քսերոք սարապայի մոտը դելի։ Դե մենակ այդ օրիգինալով ա աշխատում։ Բայց հիշում ես չէ, սրա մասին ոչ մեկի չենք ասում, որ անակնկալ է աշխատի։ Ախպորս տունը, անես դիզայներական լուծումներով տուն եմ սարքելու։ Լավ ախպերս։ Ոչ մեկի չեմ ասում։ Սև գնանք։ Գնացինք, դե գնացինք մենք սուր։ Նա, երեխեքին ուշադիր կլինեք։ Հա, Այն մսուրի խաչուլիկը ժամը 1 անումը տակը բամպերսը կփոխեք, եղավ։ Լավ։ այն դիպետի տղեն է այդի։ այդ ինչ եք թաքուն խոսում։ Հեչ։ Պապայի բայերով ենք խոսում։ Սուրա դու ինչ ճիշտն ասա։ Չտանի մա փորձանքի մեջ գցի։ Հետո գաս ասես, ապեր, մի րոպե կգաս։ Ասում եմ պապայի բայերով ենք խոսում։ Մի խոսքով դու գիտես։ Շենքը ուր հասան։ Այսօր արմատուրեկն էին գործում արդեն։ Սովա, ինչի՞ ասենց նայում, ծանոթ, հա։ Լսում չեմ անում։ Այդ ասեվա։ Այլ մի րոպե կյանք եկա։ Սիրանտա, վաղ այս տարածքի սեփականաշնորհման թուղթը լինելու է, Թամարայի հողի անվանափոխությունը լինելու է, պապայից էլ նորություն չկա։ Այդ տղա, դրա համար չեմ կանչել։ Այս $100 էլեկտրիկ գագոն ա տվել, որ փոխանցեմ քեզ։ Մերսի Սիրանես, Դրա համար ինչ գործ ես արել։ վիզա եմ սարքել Վիզա։ Որտեղի։ Վրաստանի։ Մոլոդեց սևակ, մոլոդեց։ Շատ տարօրինակ տղա է երևում։ Հա, մեկի ապուշ ուզողը կլինի էլի։ Սևակ, վաղս գուշ կլինես էլի, Լարսը փակ ա։ Սևոյ համար փակ բան չկա, կյանք։ Վայ շողո։ Հայ, ինչ ես անում։ Շողակաթի հեշտ եմ սիրունացնում։ Անճաշակ էջի անունը գրելա դռը շողակաթ տակի գծիկ 777։ Դեռ շողակաթ մեռա։ Կասա դուր, կոսմետոլոգ նուր։ Ասոր մի օր լսենք Սուրոն բանը դարը, ֆլորիստ։ Կամ սևակը պերմանենտ անող։ Համարի կլա, կլարնետիստ։ Անվագում է էլի։ Սարը սուս կխում ես։ Հա։ Լսի հելը, են ֆեյք կեսրարը դուրա։ Վայ հայք։ Ֆեյք մամա լսել էի, ֆեյք պապա լսել էի, բայց ֆեյք կեսրար մենակ ես կարամ ունենալ։ Դե դու պետք է ունենա։ Գիտես չէ, մեր նոր շենքի արմատուրաները արդեն բերել են։ Դարար շինարար էլի։ Այ սուս հայք։ Լսի Սուրոնն նենց մանրամասնա նկարագրում, ինձ թվում է, որ արդեն ուզեմ, կարամ արենդայով կռան քշեմ։ Պատկերացնում ես, բայց նստած ես ընդեղ։ Արի, Ռուզա ջան, արի։ Անեցի։ Չեմ հավատում։ Ռուզանին բերեցին։ Լավ էլ զբաղմունք են գտե իրանց, հա։ Մարտա մեկը Երեխեք մնացեք։ Վայ, խելոք մնացեք, երեխեք։ Երեխեք, խելոք մնացեք, ես զանգում եմ Ծառուկյանին։ Ալո։ Լավ, Նատ, երեխեքը արդեն խելոքացան։ Հա, այդ Ծառուկյանին էր զանգում։ Երեխեք։ Ահա որ չարեն ես երեխեքը։ Ես լավագործերս մանկավարժական չտվեցի։
Այդ նոր մտափոխվեցի, թե մանկավարժականի տեղ է չգիտեի։ Ծիծաղալու չի։ Լսի, դու նկատեցիր, որ մանկական կենտրոնի դիմացել էր ինչ-որ տարօրինակ տղա կանգնած։ Ճիշտ ասած, չեմ նկատել։ Կինը պետքա մեջքին էլ աչքեր ունենա։ Ես ամեն ինչ նկատեցի։ Համարիկ դու հերիք հայելի մամային լսես։ Լավ ես գնամ մի հատ Սիրանի տարածքի գործով դու երեխեքին տիրություն կանես, չէ։ Չէ։ Խնդրում եմ, թող գնեն նոր գնա։ Լավ, գոնե դուրս գամ դրա դեմքը տենամ գամ։ Լավ։ Ռուզան ջան, հարցս է։ Բարև ձեզ։ Այն օրը որ չեք ավելի ձեզ տենա։ Nice to see you, Ruzan. Nata. Nice to see you too. Natajan, ես էլ քոնը վերը, gift card, mobile center-ից։ Special for you. Ես էլ Ամերիկայից կոսմետիկա եմ բերել։ Օ, մերսի շատ։ Տեղ սրանից չկա։ Նատ, ես են կոսմետիկայից, որ երրորդ մասի անցումի տակ լիքը կա։ Վայ, բարև ձեզ։ Նորից շատ մերսի նվերների համար։ Այն օրվա համար էլ կներ եկել ուղակի դեպքեր պատահել, դրա համար չկարողացա գալ։ Oh, it's okay։ Սուրիկիս էլ ընտիր որակի սառուչկա էր բերել։ Հայկիս էլ 6 հատանոց տռուսիկների կոմպլեկտ, մեկը մեկից սիրուն։ Ա, մերսի շատ, 6-ն էլ հագսա։ Ռուզան ծուտաջան նստեք, ինչ եք տանում։ Արի, խնամի։ Խնդրում եմ, զգացեք ձեզ ինչպես ձեր տանը։ Ազատ, հանգիստ, նստեք։ Ռուզան ջան, մեծ տղասա։ Hi։ Խնամի ջան, Ռադիկի ոնց է, սակոնացումա, գույնը ինչի, հա։ Դե սոսո, խնամի ջան, օրվա եղանակի հետ փոփոխվում է։ It's okay։ Տանաշեն, դու էլ Ռադիկին սարքիր Ռադուկա։ Խնամի ջան, մի բան հարցնեմ։ Պատուհանից նայում եմ, Արարատը չի երևում։ Ձեր պատուհանից որ նայում ես երևում։ Վայ, ոնց չի երևում։ 24 ժամ գարաժում աշխատում է։ Մամ ջան, Արո ջաջայի հետ չի, լռան հետ է։ Oh my god։ Մոռացել էի Ռադիկի դեղերը, պետքա տանեմ ազվո։ Սուրիկ, արի մեկ Ռուզանին դար հիվանդանոց ալ։ Ես էլ եմ գալի։ Ռուզան ծուտաջան, ես էլ եմ գալիս ձեր հետ։ No, դու այսօր ծնունդ ես հրավիրված, տղուս հետ պետքա գնաս սիրունացի։ Bye։ Արի։ Դու աշկիսել է Ռուզանի հետ կոֆե չխմում։ Բայ։ Շամ հասկանամ ինչի է սաղ մորը պատմում։ Մարդը մեկը Նատ, խնդրում եմ էլի, օրի շուրթը oyսն սրսկեմ։ Ինչ սիրուն ու գիտես քեզ ոնց կսոզի։ Շողակատ գնա գործիդ էլ։ Եղավ չփոշման ես։ Գնա քոնը սրսկի։ Ինձ Սարգիսը չի թողնում։ Ալավ ես ու վրա պարապեմ։ Ինչ էլ մարդ ես գտել պարապելու։ Նատալիա, կոնդիցիոները դու ես միացրել։ Հա, ինչի։ Աղջիկ ջան, մայիս ամսին ով է կոնդիցիոներ միացնում։ Դե շոքում եմ միացրեցի, բայց ինչ կա դրա մեջ։ Շոքա, այն քո անթև մայիչկե քաղաքի։ Նատ։ Դե լավ էլի Սամվել։ Նարինը ջան, այնինչն է այնինչը։ Բոլորից շատ խոսում է, բոլորից քիչ գործում է, 5 տար։ Կիսուրը։ Աջամբալա։ Չգիտեմ։ Դուրակ հարցեր էլի։ Ես գնում եմ իմ սենյակ, որ Ռուզանը գա, կասեք կգամ, լավ։ Ստեղ ոչ ոք քո քարտուղարու ինչի։ Կարամ իմանամ, ինչի ես արհեստական լարվածություն ստեղծում։ Տոնը աղջիկ ջան։ Աղջիկ ջան, հյուրեր են գալու, մնա իրոքներ էլի Գայանին։ Բայց ինչ կա տեղ օգնելու ուզում եմ հասկանամ։ Կոֆեի սեղանը էլի կգամ կդնեմ։ Պետք չի, հա, գնա պարկի։ Ոչինչ, հեսա որ իմ տունը լինի, կգնամ հանգիստ իմ տանը կպարկեմ մամ ջան։ Էս տան ծառան ամեն ինչ կանի, հանգիստ եղեք։ Հանգիստ նատա, արմատուրաները արդեն կապում են։ Մարդը մեկը
Մալադեց Պինվին, մալադեց տղա, նայի Գայան, կնիկը թողը գնացել է պլյաժ լողանալու, արա տղեն մնացել է նստել այդ ձվի վրա, որ ձակը ծնվի, այդ տղեն տենց կլի է, ոչ թե Սամոյի նման։ Սամվելը սա։ Ինչ ասում։ Բարև ձեզ, Սուրիկես բնակարանը սա է։ Այո։ Իր անունով տորթ են ուղարկել Մուրքուր ջան, վերցրեք։ Շնորհակալություն։ Գայան ջան, էդ ով էր։ Չգիտեմ, բայց Սուրոյիսյանով ինչ որ տորթ են ուղարկել, վրան էլ զապիսկա կա։ Սուրջան, այս տորթը գաղութի աղբերների կողմից հատուկ քեզ, բայց հանկարծ մենակդ չուտես։ Այս մի քանի հոգանոց է։ Ինչ ասում։ Հլը կտրի մի կտոր ուտենք, համտեսենք։ Բայց երեխուն չսպասենք, նոր իրա տորթն է։ Քուր ջանո չեմ ասում, ամբողջ ուտենք։ Մի կտոր, այնքանավոր բեյնահաններս փոխենք։ Մամ, նատայնը կանչեմ էլի։ Հա, չեմի, մի հատ էլ հատուկ հրավեր տու։ Գնա, կտրատի մի կտոր ուտենք, մինչև ձակերս գան։ Ծնվա։ Մերանը լցնում ենք ու խառնում, լավ։ Համարեք ես ինչ ես անում։ Երեխեքին մածուն մերելու դասեր եմ սովորեցնում։ Իսկ կարող եմ հատել փոսփորենք։ Ինչի։ Դե որ երեխեքին հաստղել սովորացնենք։ Կամ էլ երեխեքին տանենք գյուղ, ոչխար խուզել սովորացնենք։ Հանգստացի մի հատ։ Դու իչար են տղային տեսար։ Հա, ուշադիր նայում էր վրես։ Ստեղ մի բան կատարվում, բայց չեմ հասկանում ինչ։ Սևական հանգստանում եմ քո համար։ Վտանգավոր խաղերի մեջ չես, չէ։ Վայ, հերիք այլ տենց անիմաստ հուզվես։ Ոնց որ հայկական սերիալների մեջի վերջին տեսարանը լինես։ Լսի, կարող է դու պարտքեր ունես, եթե պարտքեր ունես, ես քեզ գումար կտամ։ Չէ, չունեմ, բայց համել քեզ որտեղից այդքան փող։ Դե սեզոնին ունենում եմ։ Հա, պապան խոպան ա գնացել։ Չէ, ծնելիությունը շատացել է, 24 ժամ ծննդատանն է։ Դե մի րոպե, այս որ ամիսն ենք, մայիսն ենք, չէ, որ մի քիչ հետ են գնում 9 ամիս, սեպտեմբերն է գալիս, սա էլի բառխատնի սեզոնա ծնելիությունն էլ շատացել է։ Սուս մնա, երեխեք կան։ Վայ։ Երեխեք գնում են քնելու։ Մարտա մեկը Քուրջան կաշի, խփումա, կաշի։ Փախավ։ Էլի ворդ տուր։ Դու ձուկ բեռնող չես Գայան։ Սաղ բորտերի գլուխը կերան։ Ան, վեր։ Այս ինչ է կանում։ Յա։ Աղբան։ Սա էլ աստեղ։ Հա, Սուրիկի հետ պոեզով են եկել։ Սկացա, այս ինչ է կատարվում, ձեռ եք առնում։ Նարինե ջան, շատ ես խոսում։ Գնա երկու հատ սառը Գյումրի բեր խմենք շոկա։ Քթածակ չկա։ Հանատ։ Հայկ, շուտ հասեք տուն։ Բայց նենց կանեք հանկարծ Ռուզանը ներս չմտնի, որտեվ երրորդ անգամ ենք հայտարարք լինելու։ Տանեցիների հետ մի բան կատարվում է։ Ինչա կատարվում։ Մամա դու քերիդ նստել են ձիվանին ձուկ են բռնում։ Թե ասայ սեզոնին ինչ ձուկ։ Այ Հայկ լուրջ եմ ասում, գժվել են։ Կյանքեր, մի հատ մեջքս կքսեք չվառվեմ։ Արևս։ Հայկ, շուտ հասի, շողուն էլա գժվել։ Ձմերուկները գցել ես գետը։ Մի աստվածին, մենակ սա իրենց պակասում։ Օլա, ծունեք լապերես Գայան։ Հանգստացի հետ իրական չի, էկրանի մյուս կողմում է։ Այ աղջիկ ջան, հետի ես ու դու ենք հասկանում։ Էնի անասունա, շատ է հասկանում։ Սակո, հնազանդ եմ։ Բալես։ Տենց շուտ մի համաձայնվի։ Մորը տես քեզ խղճա։ Այ Գայան, ես ինչ շոկա։ Ես իջնում եմ ծով։ Հա։ Հա, իջնում լողանում։ Ոյ, ես ինչ թեթև եմ։ Գնանք ծով։ Ծով եք գնում, գարդե թեթև։ Ես եմ գալու։ Տարածքում տեղի ունեցել։ Ես մտածում եմ տեղդ չենք իմանալու, հա։ Ախպերը սով ես։ Ես Բանգլադեշի չայնիկի աղբերն եմ, այդ որ զանգում են խիչ չես պատասխանում։
Ախպերս ճիշտ ասած տունը մի քիչ խառն է, տնեցիկ առողջական խնդիրներ ունեն, այդ հարցերով եմ զբաղված ու չեմ կարող պատասխանեմ։ Հեռախոսը նայ անջատած աշա, հեսա միացած է կպելա։ Հեսա ես կճշտեմ։ Ձերով առողջական խնդիրներ ունեն, թե ոչ։ Ախպերս արի մի երցրա, էլի։ Դու չայնիկի ախպերն ես, էլի։ Գայ ազգուշետ, ձգները չպախտի։ Վայ քոարա, վախեցանք։ Ես մարդա, ինձ է թվաց դելֆինա։ Չէ, մարդ եմ։ Ծովը տակա, ես ով մտել ես։ Ինչ ծով։ Չգիտեմ։ Գնայեք մի բան հարցնեմ, էլի, Կատյարի կրուկն ինչ հարցնի։ Չգիտեմ։ Տղա ջան, ինչ ասեցինք, ասեցիր չգիտեմ, մեծ տղա ես։ Լերմոնտովը քո տարիքում վեպ էր գրում։ Հələ ասա Լերմոնտով։ Լերմոնտով։ Բա։ Գնացի։ Զգուշեք ձգները չպախտի գայ անջան, հազիվ ենք կպել։ Գնացի մամադա։ Քուրիկ ջան, կներեք, էլի, ստեղ մոտ է կայքում ծով կա։ Չգիտեմ։ Չեմ հասկանում, ես սաղ են գժվել թե ես։ Ես կնիկը ձեր սիրանին նման չի։ Աչկունքը շատ նման է։ Շողակատ ջան, ես ինչ ես հակել, ես ուր եք գնում։ Գնանք լողանա։ Քնամիներն են հասնում։ Գնանք կոֆե խմենք, հետո կգնանք լողանալու, հա։ Խնամիներն են գալիս։ Բայց սենց նմանություն կյանքում չեմ տեսել։ Կարող է զույգ։ Կագոին վերցրու արի կանք։ Ախպերս։ Խնամիներն են գալի, մի հատ գնանք վերև կոֆե խմենք, դու ես յալուշարա, հետո իշտենք, շնորհակալ ենք։ Ավել պակաս կներեք։ Զուկիկ։ Լսի, ես նշանված աղջիկ եմ։ Այդ Կատյարի մեջ քեզ հանգիստ կպահես եղավ։ Այդ մարժնինը դանդաղ չուտես, ես տենց բաներից չեմ հալվում։ Հայկ, ուր ես շուտ հասի։ Լսի, ինձ սևակն էլ դեղա գժվել։ Զանգել են, որ խոսեմ հետ, ասում հետո կզանգեմ, չայնիկի աղբոր հետ նստած եմ։ Լավ։ Ապեր Սևակ ասում է իբր իրա տանեցիները առողջական խնդիրներ ունեն։ Տես այդ ճիշտ է թե չէ։ Այ ախպեր ճշտելու բան չկա։ Հենց նորից էլ էին շենքի տակ կայծեր քշելու։ Այսինքն կայծեր քշելու։ Լավ ապեր, լավ։ Ամեն ինչ պարզ է։ Փաստորեն չէի խափում։ Սևակ, ով է այս մարդը։ Սևակ, ինչ ա եղել։ Ինչ գործ ունի ստեղ։ Հանգստացի մի հատ Թամարա նոր տեղը բերեցի, իմ հին ընկերներից է։ Դրությանդ մեջ մտնում եմ։ Ընտանիքիդ հարցերը կլուծես ու կզանգես։ Եղավ, ախպերս, եղավ։ Արագացրա գնացիք, դու տնեցիք այդ ինչ-որ բան ա կատարում, շուտ արա։ Մարդը մեկը Կարող է սակուն ինչ-որ բան ա տվել, ծախել են։ Չէ, այ ախպեր ամենան է տեսնում։ 100% թունավորվել են։ Ես մեր գլխավորի հետ խոսացի, ասեց քնեն, արթնանան, հոգնա անենք։ Բավար քնե չելն է։ Կարևոր է այս նեղբայրին ընտանիքով մի բռունց կլինենք։ Այս տորթը կերեք միջև արթնանան, տեսնենք ինչ ենք անելու։ Ես այս ժամին քաղցր չեմ ուտում։ Մարդը մեկը Տարօրինակը մամ զանգում են, ոչ մեկ չի պատասխանում։ Ինձ ալի փրսուրիկն ու Հայկը պետքա գային հիվանդանոցից տուն բերեին։ Դուրս եկա մարդ չկար։ Չէ, սրան գնալով իմ դուրը չեն գալիս։ Մեր ընտանիքին հեչ համապատասխան չեն։